Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարև ձեզ, այսօր երկուշաբթի է և աշխատանքային շաբաթվա առաջին երեկոն կրկին միասին ենք անցկացնելու։ Եթերում է «Սպասիր ինձ» հաղորդաշարը։ Բարի երեկո մեր հավատարիմ ու ակտիվ հեռուստադիտողներին և բոլոր նրանց, ովքեր երազում են ու իրենց երազանքներով կիսվում «Սպասիր ինձ» նախագծի համար աշխատող անձնակազմի հետ։ Դե մենք էլ մեր հերթին այդ երազանքների մասին պատմում ենք մեր շատ մեծ լսարանին։ Չէ որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն, եթե ճիշտ են ձևակերպված, եթե հստակ են ու եթե դրանց մասին գիտեն կամեցող մարդիկ։ Մեր հեռուստադիտողները հենց այդպիսին են, իսկ երազողին մնում է հավատալ ամբողջ սրտով։ Նախագծի գոյության ընթացքում մենք այնքան հաճախ ենք տեսել երազանքների իրականացման երջանիկ պահեր, որ ավելի քան վստահ ենք, երբեք կյանքի ոչ մի փուլում, նույնիսկ ամենաբարդ պահերին, չի կարելի դադարել երազել։ Նրանք, ովքեր երազում են հանդիպման մասին, հաստատ գիտեն, թե ուր է պետք դիմել, գիտեն, թե ինչից է պետք սկսել։ Իհարկե դիմել «Սպասիր ինձի» խմբագրություն։ Հաջորդ իսկ պահից նրանց երազանքը դառնում է մեր ընդհանուրը։ Մենք ուզում ենք երազել ձեզ հետ և իրականացնել ձեր երազանքները։ Ուրեմն սկսում ենք այսօրվա թողարկումը։ Բոլոր մարդիկ իրենց անձնական գաղտնիքներն ունեն։ Դրանք կամ ապրում են մարդու գիտակցության խոր անկյուններում չխանգարելով ու չանհանգստացնելով, կամ հակառակը, տարիների հետ ծանրանում են ու տանջող բեռի պես քայքայում են մարդուն։ Խնդիրն ավելի բարդ է, երբ այդ գաղտնիքները վերաբերում են ոչ միայն մեկ անձի, այլև նրա զավակներին։ Իսկ ինչ անել, եթե գաղտնիքը չի բացահայտվում անգամ մահվան շեմին ու ծնողը տանում է այն իր հետ դեպի հավերժություն։ Նախկինում չտեսած լուսանկարներ, գրեթե ջնջված գրություններ դրանց հետևում, անծանոթ մարդկանց պատկերներ։ Սրանք փոքրիկ հուշումներ են, ակնարկներ այն մասին, որ ընտանիքում եղել են ու կան չբացահայտված գաղտնիքներ, անավարտ գործեր։ Այդ փոքրիկ հուշումներից կառչելով որևէ բան բացահայտելը գուցե անհնար է թվում, բայց շանս միշտ էլ կա նրանց համար, ովքեր անդրդվելի են իրենց որոշումներում։ Բազմիցս ենք մեր հաղորդման ընթացքում հանդիպել մարդկանց, որոնք միայն հասուն տարիքում են իմացել, որ ունեն հարազատներ և միայն այն պատճառով, որ ծնողներն ու ընտանիքի մյուս անդամները լռել են ամբողջ կյանքում, չթողնելով իրենցից հետո արյունակցի հետ կապ հաստատելու ոչ մի շանս։ Հենց նման մի պատմություն էլ տեղի է ունեցել մեր այսօրվա հայտատուի, Ջուլետա Խաչատրյանի հետ։ Հենց ծնողների գաղտնիքն է ստիպել նրան և իր քրոջը Անժելիկային դիմել մեր նախագծին։ Մեր լրագրողը հանդիպել է նրանց հետ։ Դիտենք ինչ են պատմում։ Ես Խաչատրյան Ջուլետա Ստեփանին փնտրում եմ իմ քրոջը Տամարա Ստեփանովնային 55 թվի հունվարի ծնունդ է։ Մինչև ծառայության մեկնելը իմ հայրը Գալստյան Ստյոպա Սումբաթի ապրում էր Արտաշատի շրջանի Մրգավան գյուղում։ Ծառայում էր Տիխակյանսկի նավատորմում։ Այնտեղ հանդիպում է ռուս աղջկան, անունը չգիտենք, հանդիպում է իրան և այդ աղջիկը ծննդաբերում է աղջիկ։ Որևէ տվյալ չունենք, ոնց են իրանք ծանոթացել, միայն ունենք ֆոտոնկարներ, որոնք հայրս ուղարկել այնտեղից, իր ծառայության տեղից։ Լուսանկարի հետևը գրած էր նվեր տատիկին պապիկին Տամարա Ստեփանովնայից, այսօր իր 11 ամիսն է լռանում։ Հասկացանք, որ ինքը ծնվել է 55 թվին, հունվարին։ Լուսանկարի մեջ գրած էր 20, 12, 55։ Դեմքի կլորությունը,
այդ ունքերի ձևը, ընդհանրապես այդ դունչը նման է։ Ես միանգամից զգացի, որ պապայիս նման է այդ աղջիկը։ Իմացել ենք դրա մասին 13 տարի առաջ, երբ որ իմ հորեղբայրս դեռ ողջ էր։ Ես էլ ունեմ այս լուսանկարից։ Տամարա ջան, այն օրվանից, որ մենք իմացանք դու կաս մեր կյանքում, մենք շատ կուզենայինք քեզ տեսնել։ Կյանքը անակնկալներով շատ հարուստ է։ Եվ դա թող լինի մեր համար մի հատ, ես չգիտեմ ոնց ասեմ, բայց դա հրաշք է, որ մենք քույրիկ ունենք եւ մենք շատ կուզենանք քեզ հանդիպել, քո հետ ծանոթանալ։ Եթե ցանկանաս մեր հետ հանդիպել, խնդրեմ։ Ինձ համար կարևոր է, որ դու ողջ առողջ լինես, որ մենք կարողանանք հանդիպել։ Այս պատմության մանրամասներն իմանալու եւ Ջուլիետայի հետ ծանոթանալու համար նրան այսօր մեր տաղավար ենք հրավիրել։ Համեցեք տիկին Ջուլիետա։ Բարև ձեզ, համեցեք։ Բարի երեկո եւ բարի գալուստ Հայաստան։ Չեմ կարող բացատրել ինչ եմ զգում։ Արցունքներս խեղդում են կոկորդս։ Չեմ կարող խոսել։ Միթե նա իմ քույրն է։ Աստված իմ, հավատս չի գալիս։ Մենք գիտենք, որ դուք հիմա բնակվում եք Սանկտ Պետերբուրգում։ Այո։ Եվ պարզապես մի քանի օր, մի կարճ ժամանակահատված այստեղ եք Հայաստանում, մենք էլ օգտագործեցինք առիթը ձեզ մեր տաղավարում տեսնելու համար։ Նախ երևի առաջին հարցը տանք, թե ինչպես էր Երևանը, փոփոխություններ կար։ Ես ամեն տարի գալիս եմ Երևան, այս ժամանակամիջոց։ Եվ տարից տարի ինձ թվում է Երևանը փոխվում է դեպի լավը։ Դուք փնտրում եք ձեր հոր դստերը, ձեր քրոջը, Այո։ որին երբեք չեք տեսել, որի մասին գրեթե ոչինչ չգիտեք։ Եվ այս որոնումներում միայնակ չեք, ձեր քույրը Անժելիկան նույնպես շատ է ուզում տեսնել, գտնել ինչ-որ տեղեկություն հայթայթել, բայց այսօր մեր տաղավարում չէ, պարզապես որոշակի խնդիրներ կան։ Ինչ եք դուք երկուսով քույրերով իրար մեջ խոսում այս պատմության մասին, ինչպիսին են ձեր հույզերը, ձեր սպասումները։ Մի 13 տարի առաջ այտենց ոնց որ ես ասեցի, անդադ մտածել ենք քույրս որոնել է, ինչ որ տեղեր է գրել, բայց արդյունք չկար։ Այսքան տարի է անցել։ Ես արդեն 70 տարեկան եմ եւ ինձ ոչ ոք չի փնտրել։ Ժամանակ էր պետք, որպեսզի մենք այդ լուրը ինչ որ մի ձևի մարսեինք, երևի որ իմացել ենք քույրիկ ունենք։ Շատ ծանր էր։ Այդ մտքի հետ համաձայնվենք ու երևի մի 6 տարի առաջ նոր սկսել ենք այդ փնտրել։ Ուղղակի ուզեցել ենք իրան գտնենք, տեսնենք ինքը ինչ ձևի է։ Այս լուսանկարը կա իրանից։ Արդյոք մանկության տարիներին երբևէ չեն եղել խոսակցություններ, ակնարկներ, ընտանիքում ինչ որ կերպ չեք լսել ու չեք իմացել այս պատմությունը։ Պատանեկության տարիներում ես իմ մամայից լսել եմ, որ իմ հայրը ինչ որ ուրիշ տեղ իրան թվում էր, որ ինքը երեխա ունի։ Այդ բանը իմ հայրը ասել է ինձ։ Ես երբեք չեմ իմացել նրանց գոյության մասին։ Ես չգիտեի նա ամուսնացած եղել է, թե ոչ։ Երեխաներ ունեցել է, թե ոչ։ Ոչինչ չգիտեի։ Իսկ ինչպես է բացահայտվել այդ ընտանեկան գաղտնիքը, ինչպես են հայտնվել ձեզ մոտ այս լուսանկարները։ Քույրս գնացել էր հորեղբորս մոտ։ Խոսալուց, հարցուփորձանելուց ինքը հիշում է այդ ընտանեկան ալբոմը, որ բացեցին, այս նկարները ընկավ ձեռքը, ասեց Անժելիկա տես, էսի ձեր քուրն է։ Քուրս շոկի մեջ էր։ Դա ինչ որ նամակն էլ կար, նամակ էլ կար, իրանք չգտան։ Ինքը հիշում էր, որ նամակ է եկե։ Այս լուսանկարները նամակի մեջ էր։ Նամակը չգտան, մենակ լուսանկարները տվեցին։ Անդրադառնանք լուսանկարներին ու փորձենք ինչ-որ բաներ նաև ինքներս կռահել, նաև ձեր օգնությամբ։ Ենթադրում եմ ձեր հայրն է։ Հայրս է,
ու այդ ռուս աղջիկը։ Որի անունը գիտենք։ Չգիտենք անունը։ Նկարի հետևում կա գրություն, փորձենք կարդալ, հա, ինչ է գրված. նվեր հարգելի քույրիկ Ռոզային Ստյոպայից Սովգավան 1954 թվական։ Սա ձեր հայրն է ուղարկել, հա։ Հա։ Ինքը ուղարկել է իր քրոջը Ռոզային, իմ հոր քուրն ա եղել։ Կարծում եմ սա հուշում է, հա, որ ձեր հայրը լուրջ նպատակներ ուներ կապված աղջկա հետ, բայց փոխարենը ծառայության ավարտից հետո մենակ վերադարձել է տուն հայրենիք։ Ինչ է կարծում ինչու։ Ես չգիտեմ, մեկնեց իր քրոջ մոտ, որը որ Տաշկենտում էր ապրում։ Ուզում էր ընդունվել ինչ որ կոնսերվատորիա կարծեմ, հա, ասեց, բայց իր մոտ չստացվեց։ Տաշկենտում մնալուց ինքը հանդիպում է իմ մամային։ Սիրահարվում են, ամուսնանում են։ Տաշկենտում ծնվում է իմ քույրիկը Անժելան։ Հետո ես։ Եկեք դիտենք երկրորդ լուսանկարը, որից էլ դուք իմացաք, որ քույր ունեք։ Այս լուսանկարի հետևում եւս գրություն կա, փորձենք կարդալ այն։ Որպես հիշատակ տատիկին եւ պապիկին թորնիկ Թամարա Ստեփանովնայից այսօր նա դարձավ 11 ամսական 20 դեկտեմբերի 1955 թվական։ Այս նույն լուսանկարից իմ ընտանեկան ալբոմում կա։ Չգիտեմ, արդեն քանի տարի եմ այն պահում։ Արդեն շատ վաղուց։ Այս գրությունը փաստորեն հուշում է, որ լուսանկարն ուղարկվել է տատիկին ու պապիկին։ Այո։ Այստեղից իմանում ենք նաև աղջկա անունը, Թամարա։ Իսկ արդյոք գիտեք, թե ում ազգանունն է կրում Թամարան, ձեր հայրիկի, թե իր մոր։ Չգիտեմ, դից համար գաղտնիք է։ Իմ օրիորդական ազգանունը Գալստյան է։ Ես էլ եմ Գալստյան, եւ միշտ էլ այդ ազգանունն եմ կրել։ Խորթայրս ուզում էր որդեգրել ինձ եւ իր ազգանունը տալ, բայց ես չհամաձայնեցի։ Դե ինչ իրոք, որ տեղեկությունները շատ քիչ են, չնչին են, բայց ինչպես ասում են, փորձը փորձանք չէ։ Մենք փնտրում էինք այն բնակավայրում կամ դրա մերձակայքում, որտեղ ծառայել է ձեր հայրը։ Պարզվեց, որ 1955 թվականի հունվարի 20-ին այդ քաղաքում Թամարա անունով եւ Ստեփան հայրանունով աղջիկ չի ծնվել։ Բայց հիմա մի փոքր պետք է փոխենք նաև աշխարհագրությունը մեր որոնումների։ Փորձենք տեղափոխվել Ղազախստան։ Արդյոք ինչ որ կապեր եղել են։ Լսել եք երբևէ, որ ձեր հայրը, ձեր ընտանիքը ինչ որ կապեր ունեցել է Ղազախստանի հետ։ Չգիտեմ, չեք լսել։ Չեմ լսել։ Սակայն 1955 թվականի հունվարի 20-ին դեռևս Սարյագաշ քաղաքում ծնվել է աղջիկ Թամարա Ստեփանի, իսկ ազգանունը Գալստյան։ Ձեր ազգանունը։ Ղազախստան։ Պարզվում է, որ աղջկա մոր անունը Լիդիա է, որոշ ժամանակ անց նա երեխայի հետ հեռացել է այդ քաղաքից։ Իհարկե նախկին սովետական միությունում կարող էին շատ Թամարաներ ծնվել, ունենալ նույն հայրանունը, բայց այստեղ նաև նույն ազգանվան հետ գործ ունենք, ինչը մեզ հուշում է, որ սա պարզապես զուգադիպություն չէ, ինչ եք կարծում։ Չգիտեմ։ Նրա դնչին փոսիկ կա։ Հայրիկիս պես։ Մենք հանդիպել ենք Թամարային Ռուսաստանի Նովոչերկասկ քաղաքում եւ զրուցել նրա հետ։ Եկեք միասին լսենք ինչ է պատմում նա։ Ես Թամարա Ստեփանովնան եմ։ Ամուսնական ազգանունս Զուբարևա, օրիորդականս Գալստյան։ Բնակվում եմ Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Սա հայրս է։ Ահա եւ իմ ծննդյան վկայականը։ Երբ ես ծնվեցի, ծնողներս ամուսնացած էին։ Այստեղ գրված է, որ հայրս Ստեփան Սմբատի Գալստյանն է, իսկ մայրս Լիդիա Ֆյոդորի Գալստյանը։ Սա է մնացել ինձ որպես իշատակ։ Թամարայի ծնողները Ստեփանն ու Լիդիան ծանոթացել են Ռուսաստանի Սովգավան քաղաքում, ուր Ստեփանը Արտաշատի Մրգավան գյուղից եկել էր զինվորական ծառայությունն անցնելու։ Մի միջոցառման ժամանակ տղան աղջկան Պարի է հրավիրել։
հենց այդ օրից էլ մտերմացել են, իսկ 1 տարի անց 1954 թվականին ամուսնացել։ Հայրս Ստեփան Սմբատի Գալստյանն է։ Նա իմ մայրիկից 2 տարով փոքր էր։ Հարազատները Ստեփանի կնոջն իրենց տանն ընդունել չցանկացան։ Զորացրվելուց հետո տղան վերադարձավ Հայաստան։ Լիլիան արդեն հղի էր։ Նա մեկնեց Ղազախստանի Սարիագաշ քաղաք, ծանոթների մոտ ժամանակավորապես ապրելու։ Սկզբնական շրջանում Ստեփանը կնոջը գումար էր ուղարկում։ 1962 թվականին կապը խզվեց։ Մայրիկս Հայաստանում չի եղել, քանի որ հայրս մենակ է մեկնել։ Ենթադրում եմ, որ նա չէր կարող ծնողների խոսքին դեմ գնալ։ Այն ժամանակ 55 թվականին ամուսնությունները միայն յուրայինների միջև էին տեղի ունենում։ Նա հայ էր եւ պետք է ամուսնանար հայուհու հետ։ Բայց ամուսնացել էր ռուս աղջկա հետ եւ նրա ծնողները չէին ուզում ընդունել իմ մայրիկին։ Երևի այդ պատճառով էլ նա հեռացավ եւ թողեց ինձ։ Իսկ մայրիկս մնաց մենակ։ Փոքր երեխան գրկին։ Դժվար է աշխատանք գտնել, երբ փոքր երեխա ունես։ Ոչ մի օգնություն չկար, ոչ բարոյական, ոչ նյութական։ Շատ ծանր շրջան էր։ Թամարան իր հայրիկի մասին շատ տեղեկություններ չունի, միայն գիտի, որ ծնողները պաշտոնապես ամուսնացած են եղել։ Լիլիան Ստեփանի ազգականներից որևէ մեկին չի ճանաչել, եւ Թամարան ինքնուրույն որոնումներ նախաձեռնել չէր կարող։ Միայն 2025 թվականին Թամարան «Սպասիր ինձ» հաղորդաշարից իմացավ, որ քույր ունի եւ որ հարազատներն իրեն են փնտրում։ Ես արձագանքեցի, քանի որ ուզում եմ իմանալ ազգականներ ունեմ, թե ոչ։ Պարզվում է, որ քույրեր ունեմ, որոնց երբևէ չեմ տեսել։ Մինչ օրս անգամ չեմ էլ իմացել, որ հայրական կողմի բարեկամներ ունեմ։ Իմ սիրելի քույրեր, ես նույնիսկ չգիտեմ ձեր անունները։ Հիմա եմ իմացել ձեր գոյության մասին։ Կարող եք գտնել ինձ, կապ հաստատել ինձ հետ։ Ես թողել եմ բոլոր տվյալները «Սպասիր ինձի» խմբագրությունում։ Շատ եմ սպասում մեր հանդիպմանը։ Ահա այսպիսի նորություններ ունենք ձեզ համար։ Դադար առնենք, շնչենք, ազատություն տանք մեր արցունքներին։ Վերապրենք այս երջանիկ պահը միասին ու փորձենք զրուցել։ Դուր քարա։ Տիկին Ջուլետա, պատմության մեջ կան շատ համընկնումներ, շատ զուգադիպություններ։ Ինչ եք կարծում, իսկապես ձեր քույրն է։ Այն ինչ պատմում է, կարծես թե նույն պատմությունն է մյուս կողմից։ Ուղղակի ես երևի մենք չգիտեինք այդ մանրամասնությունները, ինքը ավելի լավ գիտեր իր մաման պատմել, Տեսեք, բացահայտվում է, պարզ է դառնում, որ ձեր հայրը ցանկություն է ունեցել Թամարայի մոր հետ գալ Հայաստան, ծանոթացնել իր ընտանիքի հետ, բայց կարծես թե ընդդիմության է հանդիպել ծնողներից։ Եվ այդ է պատճառը, որ այդ ընտանիքը չի կայացել որպես այդպիսին։ Եվ գուցե ձեր հայրն էր ուղարկում այդ լուսանկարները, հուսալով, որ ընտանիքի անդամները կփոխեն իրենց որոշումը։ Ինքնաուղարկել։ Հիմա արդեն ձեր ընտանիքի ավելի ավագ սերնդից ոչ ոք չկա, որ կարող էին այս ամենը ճշտել, ումից կարող էինք ճշտել եւ իհարկե մենք չենք կարող դատել նրանց որոշումներն ու արարքները, բայց դուք վստահաբար իրավունք ունեք ճանաչելու ձեր քրոջը, եթե դա ձեր ցանկությունն է։ Իհարկե ցանկություն ունեմ։ Ձեր քույրը նույնպես բազմաթիվ հարցականներ ունի եւ ուզում է ստանալ այդ հարցերի պատասխանները, ուզում է ճանաչել իր արմատները եւ վերջապես ուզում է ձեզ շատ ամուր գրկել։
Շատ եմ հուզվում։ Հավատս չի գալիս, որ սա մեզ հետ է կատարվում։ Ձեզ բաժանում է ընդամենը մի քանի քայլ ու մի քանի վայրկյան։ Մենք կխնդրենք Տիկին Թամարային, որ ներս գա։ Խնդրեմ համեցեք Տիկին Թամարային։ Բարև սիրելիս։ Իմ քույրիկ։ Շատ եմ հուզվում։ Հավատս չի գալիս, որ սա մեզ հետ է կատարվում։ Ամեն բան հնարավոր է, քույրիկս։ Իմ քույրիկ։ Մենք նման ենք։ Շատ։ Տեսնում եմ փոսիկ ունես տնչիդ, մեր հայրիկի պես։ Բարև ձեզ, բարի գալուստ Հայաստան, համեցեք, տեղավորվեք։ Տիկին Թամարա, երբևէ մտածել եք, որ կգաք Հայաստան, այն էլ ձեր քրոջը հանդիպելու նպատակով։ Իհարկե ոչ։ Անգամ մտքովս էլ չի անցել, որ քույր ունեմ։ Իմ ծնողները բաժանվել են, երբ ես ընդամենը 1 տարեկան էի։ Եվ ես նույնիսկ չգիտեի, արդյոք նա ուրիշ ընտանիք եւ երեխաներ ուներ, թե ոչ։ Ոչինչ չեմ իմացել նրա մասին։ Երբ զանգ ստացաք մեր խմբագրությունից ու կարծես թե խճանկարի մասնիկները տեղավորվեցին իրենց տեղում, հասկացաք, որ իսկապես ձեր հոր դուստրերը, ձեր քույրերն են ձեզ փնտրում, ինչ զգացիք, ինչ տեղի ունեցավ ձեզ հետ։ Գիտեք, աղջիկս ինձ հաղորդագրություն գրեց։ Խմբագրությունից նրա հետ էին կապ հաստատել, ոչ թե իմ։ Գրեց, մայրիկ, քեզ սպասիր ինձ հաղորդաշարից են որոնում։ Ասացի աղջիկս, հիմա զեղծարարները շատ հնարամիտ են, ավելի լավ է մի պատասխանիր, և նրանց կայք մի մտիր։ Բայց նա ինձ չլսեց, համակարգչով հաղորդաշարի կայքեջից ինձ ուղարկեց իմ լուսանկարները։ Երբ տեսա ինձ 1 տարեկանում և մայրիկիս ու հայրիկիս, Դուք ունեիք այդ լուսանկարները։ Ես այդ մեկից չունեի, ոչ։ Ունեմ պահպանված լուսանկար այդ տարիքում, բայց համատեղ չունեի։ Միայն մի փոքրիկ լուսանկար ունեմ, անձնագրի, այն մինչև հիմա ինձ մոտ է։ Ձեր հայրիկն է այդտեղ, այդ լուսանկարում։ Այո, լուսանկարում հայրս է, միակ բանն է, որ ունեմ նրանից։ Հասկացա, որ իրոք ինձ են փնտրում, չէ որ լուսանկարում ես էի պատկերված։ Փոխանցեցի տվյալներս և ինձ հետ կապ հաստատեցին։ Տեր Աստված, միթե սա իրականություն է։ Աչքերդ նույնն են, նույն աչքերը։ Ես նման եմ հայրիկիս։ Այո, նման ես։ Դու էլ ես նման։ Ես հայրիկիս չեմ տեսել։ Ես էլ, նրան ընդհանրապես չեմ հիշում, շատ փոքր եմ եղել։ Նրան Անժելիկան է տեսել։ Նա 1 տարի 4 ամսով ինձնից մեծ է։ Նա տեսել է մեր հայրիկին։ Նաև ներկա է եղել նրա հուղարկավորությանը։ Ես ոչինչ չեմ իմացել։ Ինձ մոտ միայն մահվան վկայականն է պահպանվել։ 1962 թվականին մայրիկս հարցում է ուղարկել։ Քանի որ ալիմենտները, որ նա ուղարկում էր մինչ այդ, այլևս չէինք ստանում։ Մայրիկիս հարցման հիման վրա նրան էին ուղարկել հայրիկիս մահվան վկայականը։ Դե ոչ մի բանի հույս այլևս չունեինք։ Ես էլ հաշտվեցի այն մտքի հետ, որ ոչ հայր ունեմ, ոչ ազգականներ։ Չնայած, չէ որ տատիկն ու պապիկն իմացել են իմ գոյության մասին։ Նրանք չեն արձագանքել։ Ոչ մի անգամ չեն գրել, չեն հետաքրքրվել իմ ճակատագրով։ Նրանք նույնիսկ մեզ չեն ասել։ Ահա թե ինչ։ Մենք չգիտեինք քո մասին։ 13 տարի առաջ ենք իմացել։ Փնտրում էինք, փնտրում։ Կարևորը գտանք իրար։
Ես անսահման ուրախ եմ։ Կարծում եմ, կպահպանենք մեր կապը։ Իհարկե, անշուշտ։ Տիկին Թամարա, մի հարց ունեմ։ Դուք իմացել եք, որ ձեր հայրը հայ է։ Գրել եք հայկական ազգանուն։ Իհարկե։ Երբևէ ունեցել եք առանձնահատուկ զգացողություններ Հայաստանի հայ մարդկանց հայկական մշակույթի հանդեպ։ Միշտ։ Մայրիկս պատմում էր, որ երբ ես փոքր էի, հենց հայկական երաժշտություն էր միանում, անմիջապես սկսում էի պարել։ Ինձ ոչ ոք երբեք չի սովորեցրել։ Իսկ դպրոցում ինձ ծաղրում էին հայ անվանելով։ Երևի շատ նման էի հայի։ Երկար հյուսքեր ունեի։ Բոլորը գիտեին, որ հայ եմ, ազգանունս Գալստյան է։ Ես դրանից ամենևին չէի ամաչում, ինչ կա որ։ Այո, հայրս հայ է, նրան երբեք չեմ տեսել։ Բայց հիմա գիտեմ, որ նա շատ գեղեցկադեմ է եղել։ Իսկ մայրիկս ասում էր, որ ես նրան շատ նման եմ։ Ուրեմն նրա գեներն ինձ են փոխանցվել։ Կարծում եմ ձեր քույրերի միջոցով դուք հնարավորություն կունենաք իսկապես ճանաչելու Հայաստանը, հայկական մշակույթը եւ դառնալու այս ընտանիքի մասնիկը։ Եվ հենց հիմա ճիշտ պահն է ձեզ ծանոթացնելու ձեր զարմիկի հետ։ Տիկին Ջուլիետան այսօր մեր տաղավարը եկել իր որդու հետ։ Բարև ձեզ, համեցեք։ Աստված իմ, որքան նման են ամեր հայրիկին։ Շատ նման է Ստեփանին։ Զարմանալի է, մենք շատ նման ենք իրար։ Ուրախ ենք շատ, որ այսօր դուք եք մեր տաղավարում։ Ավագ դուստրս շատ էր ուզում ինձ հետ գալ, վախենում էր ինձ մենակ թողնել։ Անհանգստանում էր, ինչպես եմ մենակ մեկնելու օտար երկիր։ Իսկ ես չէի վախենում։ Դեռ չէի հասցրել ոտք դնել։ Նոր էի իջել օդանավից, բոլորն ինձ հետ սկսեցին հայերեն խոսել։ Մտածում էի Տեր Աստված, միթե այդքան նման եմ հայի։ Շփոթվել էի։ Չգիտեի ինչ պատասխանել, քանի որ հայերենին չեմ տիրապետում։ Այդպես է ստացվել, բայց ով գիտի։ Գուցե այս տարիքում ստիպված լինեմ սովորել։ Ձեր երազանքը, որ ունեիք դուք, Տիկին Ջուլիետա եւ ձեր քույրը Անժելիկան, հիմա արդեն իրականություն է դարձել։ Մենք ձեզ շնորհավորում ենք, անչափ ուրախ ենք, որ դուք գտաք իրար եւ այս հանդիպումը տեղի ունեցավ։ Ես ձեզանից շատ շնորհակալ եմ ձեզանից անչափ շնորհակալ եմ։ Աստված տա ձեր երազանքները կատարվի։ Շնորհակալություն ձեր աշխատանքի համար։ Շատ շնորհակալ եմ ձեզ, այս հաղորդաշարի բոլոր աշխատակիցներին։ Դուք այնքան բարի գործ եք անում։ Օգնում եք մարդկանց միավորվել։ Արդյոք կպատկերացնեի, որ 70 տարի անց ինձ կգտնեն, եւ ես կկարողանամ իմ ազգականներին տեսնել։ Շնորհակալ եմ շատ։ Մենք ենք շնորհակալ եւ շատ ուրախ ենք ձեզ համար։ Շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Մենք ենք շնորհակալ։ Յոթանասուն տարի դժվար է պատկերացնել եւ հավատալ, որ մարդը կարող է այսքան ապրել, չճանաչելով հարազատներին, չունենալով ոչ մի տեղեկություն ազգակցական կապերի մասին։ Եվ սա այն դեպքերից էր, երբ ազգականները, տվյալ դեպքում քույրերը, նույնպես ամբողջ կյանքում ոչինչ չեն իմացել իրենց մյուս քրոջ գոյության մասին։ Ահա այստեղ կարծում եմ կարևորն այն է, որ իմանալուն պես րոպե անգամ չկորցնելով քայլեր են ձեռնարկել նրան գտնելու ուղղությամբ եւ հաջողել են։ Արդեն երկրորդ պլան են մղվում նրանց ծնողների եւ մյուս բարեկամների լռության պատճառները։ Նրանք դեռ ժամանակ կունենան քննարկելու, հասկանալու, իսկ մեզ համար միակ կարևոր եւ անսահման ուրախալի լուրն այն է, որ նրանք վերջապես միասին են եւ որ անհույս թվացող որոնման հայտը դրական հանգուցալուծում ստացավ։ Մենք հրաժեշտ ենք տալիս ձեզ բավարարվածության զգացումով եւ նոր պատմությունների ակնկալիքով։ Եթերում սպասիր ինձ հաղորդաշարներ։ Կհանդիպենք։
Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։